Ծննդավայրում գրեթե ամեն ինչ հիշեցնում է ամենայն հայոց բանաստեղծին, դսեղի ցանկացած գյուղացի գիտի այն ամենն ինչ կապված է Հովհաննես Թումանյանի հետ, կես կատակ կես լուրջ ասում են այստեղ բոլորը թումանյանագետներ են կամ գոնե առակներն ու բանաստեղծությունները անգիր գիտեն։ Գյուղի կենտրոնում Թումանյանի արձանն է, բանաստեղծի տուն-թանգարանում Թումանյանի անցյալն է, ոտնամանից մինչև ձեռագիր ստեղծագործություններ ու մեկը մեկից հետաքրքիր պատմություններ, հացատունը, որտեղ Թումանյանները հյուրընկալել են գյուղացիներին, փոքրիկ Հովհաննեսի ամենասիրելի վայրն է եղել։ Ինչու էր այս սենյակը սիրում, որովհետև այստեղ հավաքվում էին գյուղացիները, երեկոները, Տեր Թադևոսը չոնգուր էր նվագում, ժողովրդական, հոգևոր երգեր էր երգում, գալիս էին գյուղացիներ, որոնք լավ հեքիաթ պատմողներ էին, այն ժամանակ գյուղում հատուկ հեքիաթ ասածներ կային, այստեղ պատմում էին այդ հեքիաթները, ինքը կլանված լսում էր այդ հեքիաթները, ու ժողովրդական խոսքի հանդեպ սերը սկսվեց այստեղից։ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը այն բացառիկ օրերից է, երբ վառում են տանթոնիրը։ Հովհաննես Թումանյանի սենյակն է, մահճակալին մոտ դրված սեղանին բժշկական գրականություն է։ Ասում են Թումանյանը երբ Թիֆլիսից դսեղ էր գալիս, իր հետ բժշկական գրականություն ու դեղեր էր բերում։ Գյուղացիք մտածում էին, որ եթե Թումանյանն է, ուրեմն ամեն ինչ գիտի, իսկ Թումանյանը երբեք հուսախաբ չէր անում։ Թումանյանով հպարտ դսեղցիները վկայում են, որ նրա ամենասիրելի վայրերից մեկը որքան էլ զարմանալի է գյուղի գերեզմանատունն է եղել։ Սա էլ խաչելության խաչքարն է, որը Հովհաննես Թումանյանի ամենասիրելի խաչքարն է։ Ասում են, Թումանյանն այստեղ նստած բազմաթիվ բանաստեղծություններ է գրել։ Արտասվելով լալով այդպես։ Այդպես էլ գնաց իրարը եւ չվերադարձավ։ Արտասվելով լալով այդպես զետ չես բերի դու գերիդ, ինչի զուր փչացնում ես ջահել կրակ աչքերիդ։ Նրա գերեզմանին պաղջուած աղբյուրի դու էլ գնա նոր սեր արա։ Այդպես է կարգը աշխարհի։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը դսեղում տոնում են 2 անգամ, այսօր միայն գյուղացիներով, քանի որ քչերն են ձմռանը կարողանում հասնել գյուղ, իսկ սեպտեմբերին գրողի երկրորդ ծնունդը նշելիս դսեղում ասեղ գցելու տեղ չի լինում։ Սարգիս Գոքորյան, Արմեն Շահբազյան, ժամը լրատվական։